Նիկոլ Փաշինյանը շատ հատկություններ ունի, բայց հիմարը դրանցից մեկը չի, էլի, հավատացեք, եթե նա ուզենա, եթե այդ կենտրոնը ասի, որ պետքա ձերբակալես, հավատացեք, նա ունի այդ մեղադրանքները, որ կգնա եւ կձերբակալի, բայց նա երբ կձերբակալի, երբ որ վեհապարի շուրջը կկենտրոնանան բոլոր առողջ ուժերը, ասենք մենք կգնանք հենց անձի շուրջը, ոչ թե եկեղեցու շուրջը, այլ անձի շուրջը կկանգնենք, մյուս ընդդիմադիրները կկանգնեն անձի շուրջը եւ նա կգա մի մեղադրանքով, որպեսզի ժողովրդի լեզվով ասած մեզ էլ հետը փչացնի, ժողովրդին ցույց տա, որ տեսեք, սրանք կանգնած էին, կապ չունի ինչա լինելու։ Հա, թե ռուսական էլի արխիվ կտպագրի, թե դուք եք գործակալ կհայտարարի։ Հա, թե այդ գեղարդը կբերի, թե նա գիտի ինչ ձևով է ձերբակալելու։ Եթե կենտրոնից ասեն, որ պետք է գնաս ձերբակալես, եթե հարցը մնալու է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա, նա իհարկե այդ քայլը չի անի, սուսպուս հեռանալու է։ Մյուս հարցը, որ լուծում է եկեղեցին հայոց առաքելական եկեղեցին, դա համահայկական կառույց է եւ այստեղով սփյուռքը գլխատելու է։ Այսինքն այս եկեղեցին վարկաբեկելով միակ կառույցն է մնացել, սփյուռքի նախարարությունը չկա, որ իրոք Հայաստանը կապում է հայերի հետ եւ դա արդեն պարզա ում բարերն է, երբ որ Էրդողանը մի տարի առաջ էր, թե 2 տարի առաջ էր ասեց սփյուռքը դա թույն է, բայց նա չասեց ով է այդ թույնը ստեղծել։ Դուք եք այդ թույնը ստեղծել, եկեք, եթե բարեկամություն եք ուզում եկեք, նստենք, ճանաչեք, ինչ եք արել, հա, քաղաքականության մեջ թշնամիներ չկան, մշտական ճապոնյան Ամերիկայի հետ լեզու գտավ, զարգացավ, հա, մենք չենք կարող իրանց հետ լեզու գտնենք, նրանց բառերը բարձ երևում ասում է սփյուռքը թույն է։ Բայց ով է թույնին, այդ միլիոնավոր թույնին ստեղծել, որ ինք իրան չստեղծավ, դուք ստեղծեցիք, այսինքն հենց այդ թույն բառը իրանց մոտ կա, այս իշխանության եւ ամեն ինչ անում են, որ այդ թույնից Հայաստանը կտրվի, իսկ Հայաստանը առանց սփյուռքի արդեն կարանք ասենք ավելի թուլացած լուծարված ինչ-որ փոքր պետություն։ 4-րդ հանրապետություն։ Եթե պետություն էլ մնա այս վտանգավոր ժամանակում, եթե նույնիսկ մնա, այլ Արցախի պես չլուծարվի, որպեսզի իրանք էլ այդ իմ ասած Վարդաշեն չգնան։